Դասի ընթացքում մենք ամփոփելու ենք այն ամենը, ինչ որ անցել ենք Չարենց թեմայի վերաբերյալ։ Ամփոփենք, կվերջացնենք և կանցնենք առաջ, նոր դասը լինելու է Չարենցի մահվան տեսիլ բանաստեղծությունը, պետք է հասկանանք այն ինչի մասին է, վերլուծենք այդ բանաստեղծությունը։ Մեր այսօրվա դասը հայրենասիրության դաս է, ընթացքում մենք երևի թե մի քիչ ավելի հայրենասեր կդառնանք, լսելով Չարենցի հերթական բանաստեղծությունը և ուսումնասիրելով Չարենցի հերթական բանաստեղծությունը։ Դե ասեք, որտեղ է ծնվել Չարենցը, ծնվել է Կարս քաղաքում։ Չարենցի երիտասարդությունը, պատանեկությունը ավելի շուտ Կարս քաղաքում ինչպես է անցելով կհիշի։ Զոսայգում նրան հաճախ կարելի է տեսնել նավների նստարանը և այդտեղ նստած կարդում են։ Օգտակար եղավ Չարենցի համար կարդալը։ Էլ ինչ գիտեք Չարենցի կյանքի վերաբերյալ, բանակի պատերազմի մասնակցության մասին ինչ կարող եք ասել։ Այս արդեն պետք է մեկ ասեք, չէ՞, ասա Հասմիկ։ 1914 թվականին 18-ամյա Եղիշե Չարենցը կամավորագրվում է և գնում է ճակատ որպես կամավոր։ Նա գրել է Դանթեական առասպելը, հենց այդ տպավորությունների տակ ստացած։ Շատ լավ, նստի։ Ով կարող է այդ ժամանակի պատմական իրականությունը ներկայացնել, ինչպիսի ժամանակաշրջան էր դա, հիշեք տեսնենք։ 15 թվականին ինչ է տեղի ունեցել։ Հայոց մեծ եղերնեց և լավ, ինչու էր Չարենցը կամավոր գրվում, նա բանակի տարիք էր, թե դեռ չի։ Որպես ինչ է մասնակցել պատերազմում։ Որպես սանիտար, որովհետև նա զենքին էլ գուցե և չէր տիրապետում, չէ, և իր տարիքն էլ չէր զորակոչվելու, բայց պարզապես նա գնաց իր ժողովրդին օգտակար լինելու համար։ Նա գրում է Դանթեական առասպել շատ լավ։ Դե եկեք Դանթեական առասպելից խոսենք, կարճ ներկայացնենք ինչի մասին է, ասա Մինա։ Դանթեական առասպելը զինվորները մեծ ողջունությամբ մարդի են գնում, ճանապարհին մեծ ուրախությամբ երգելով, սակայն կեսից արդեն փոխվում են տրամադրությունները, նրան տեսնում են դիակներ և երբ տեսնում են այդ դիակները, մտածում են, որ նրանք էլ գնում են նման դիակ դառնալու համար։ Եվ երբ հայտնվում են պատերազմի դաշտում, հասկանում են, որ ամեն ինչ այն փնտրել չէ։ Սպասիր, ով կարող է շարունակել։ Միլենա ներկայացրեց ճանապարհի ընթացքը, չէ՞, այդ ճանապարհի մենք կարդացել ենք, և ինչ եղավ նախքան պատերազմական գործողությունները, էլ ինչ են տեսնում ճանապարհում։ Հենց մտնում են գյուղը, առաջին գյուղում դեռ չէր զգացվում պատերազմի շունչը, սակայն երկրորդ գյուղում արդեն նրանք տեսան դիակներ և նրա Պոեմում ամեն ծանր տեսարանից հետո բացվում է մի նոր լավ տեսարան, որը խորհրդանշում է հենց որ բադի մասին մտածելով պետք չէ ապրել և ամեն բադվանից հետո կա ավելի լավ։ Ինչ տեսան էդը։ Նրանք տեսան խաղող վազով, բայց երբ մոտեցան, տեսան, որ խաղողագործը ընկած է թոքերի մեջ։ Սպանված ընկած է։ Մենակ հայերին է սպանում, հա, թուրքերի հայրույթը ատելությունը ինչքան Կալոնների ինչ գիտես այդ մասին, ինչ է պատմում Չարենցի այդ մասին։ Չարենցը պատմում է, որ նույնիսկ թուրքերը սպանել էին կատուն և լրբերի կենդանիներին, որոնք հայերին են։ Տեսնում կատուն էլ է սպանված ընկած, ինչ է թե հայի կատու էր, չէ՞, թուրքերի ատելությունը հայերին կապնալ այնքան մեծ էր։ Լավ, շատ նստիր, որ քաղաքին են անվանում Եղյալ քաղաք։ Քաղաքին, ինչու՞։ Դեղ աչեն, այո, կենդանի շունչ չի մնացել։ Շատ լավ։ Հիմա Չարենցի պոեմում մեկ էլ պատերազմի տեսարանը եկեք ներկայացնենք, ու պատերազմի դժվարությունները ուրիշ են, չէ՞, տարբերվում են։ Ինչպես էին այդտեղ մարդիկ շարժվում առաջնորդվում։ Ապրելու իմաստով նրանք փորձում են այնպես անել, որ շարունակեն ապրել։ Սվիներով զարկվելով իրենց ընկերների դիակները կողտրտելով, նրանք հենց դրա համար են պայքարել, որպեսզի իրենք գոնե ապրեն։ Շատ լավ։ Նկարագրեցինք նաև պատերազմի տեսարանը։ Հիմա ձեզ հանձնարարված էր տանը Ղարաբաղյան աղյուսակ կազմի, չէ՞, որտեղ պետք է ներկայացնեի մի կողմից պատերազմը, հա, և մյուս կողմից պետք է ներկայացվեր թե բնության
տեսարանները, բնության գեղեցիկ տեսարանները եւ թե ինչպես է Չարենցը այդ երկուսը իրար հետ համադրել։ Մի աշխատանք ոնե կարդա, որ ժամանակը քիչ է, մի քանի աշխատանք կարդա ու վերջացնի։ Տանտիական առասպելիչ պատկերներ եմ տեսնում։ Պոեմի սկզբում ես տեսնում եմ բնությունը, որպես խաղաղ, վառ և կենսախինդ։ Այն կարծես հեռու է պատերազմի առավիճներից, բայց հետո աստիճանաբար փոխվում է, դառնում մռայլ, անձրևոտ ու պատերազմի հետ մեկտեղ բնությունն էլ կորցնում է իր նախնական ուսավորությունը։ Պատերազմը սկզբում ընկալվում է որպես արկած, բայց հետո դառնում է մահվան ու ավերածության մղձավանջ։ Առաջ են գալիս դիակները, խոշտանգված մարմինները, արյունոտ խաղողի գազերը, արվերված գյուղերն ու քաղաքները, անբնակ տները, իսկ արդեն վերջին մասում տեսնում եմ մղձավանջային ուր մեռելները կարծես տարօրինակ ձայներ են հանում։ Ինչ ձայներ եմ լսում։ Պոեմում հնչում են երկու հիմնական տեսակի ձայներ՝ բնության մեղմ ու խաղաղ ձայները, քամու մեղմ, շշունջ, հասունացած հասկերի խշխշոց, գետի կամ առվակի հոսք ու թռչունների ձայներ, որոնք արտահայտում են հանգստություն։ Երկրորդը պատերազմի դաժան ու սարսափելի աղմուկներն են՝ թրերի ճահճատյուն, թնդանոթների որոտ, զինվորների աղաղակներ, վիրավորների հառաչանք և մահով լցված լռություն։ Այդ ձայները ստեղծում են կտրուկ հակադրություն, ընդգծելով բնության ներդաշնակությունն ու պատերազմի կործանարար ուժը։ Ինչ տրամադրությունները։ Պոեմի սկզբում, երբ նկարագրվում է բնության գեղեցկությունը, տիրում է հանգիստ ու խաղաղ տրամադրություն։ Զինվորները ոգևորված են և խանդավառ, նրանք լի են մարտական ոգով ու խիզախությամբ։ Սակայն պատերազմի ընթացքում, հատկապես կռվի դաժան տեսարաններում, փոխվում է նրանց տրամադրությունը, սկզբնական խանդավառությունը վերածվում է տագնապի, ապա սարսափի։ Ինչ եմ կարծում։ Այս պոեմում առկա է սուր հակադրություն պատերազմի և բնության միջև, մեկը լի է ավերումով ու կործանումով, մյուսը գեղեցկությամբ ու վեհությամբ, բայց պատերազմն իր հետ կթողնում է ամենուր, աղավաղելով անգամ բնության գեղեցկությունը։ Շատ լավ։ Լավ, դե հիմա խոսենք ամբողջները խելագարված պոեմի մասին։ Տարբերություններ կան ամբողջները խելագարված եւ դանթեական առասպել պոեմների միջև։ Ինչպիսին են ես, ով կարող է լավ ընդհանուր մի հատ ներկայացնել ամբողջները խելագարվածը, ինչպես որ կարող է։ Ով կարող է պատմել, ինչ պոեմներ, ինչ է տեսել Չարենցը, որ դա գրել է, ինչ պատմական իրադարձություններ է նկատի ունեցել ամբողջները խելագարված պոեմը գրելիս։ Սարդարապատի ճակատամարտը, որի ժամանակ համախմբվել էին բոլորը ու պայքարում էին մի ընդհանուր գաղափարի հայրենիքի փրկության համար։ Որտեղից էին եկել Չարենցը, ինչպես է ներկայացնում այդ մարդը, որտեղից էին։ Տարբեր գյուղերից, քաղաքներից, ստեղներից։ Եվ ինչ էին բերել իրենց հետ։ Ովքեր Քաղաքից էին եկել, բերել էին իրենց թոքախտաբեր սիրտը որպես կարմիր դրոշ։ Ովքեր գյուղերից էին եկել, բերել էին իրենց մկաններում բեռնավորված ուժ, իսկ ովքեր ստեպներից իրենց աչքերում բերել էին հորիզոնի լայնությունը։ Լայնությունը, որ իրենց համար բան էր դարձել։ Ինչն է բոլորին միավորել։ Տարբեր տեղերից եկած մարդիկ էին, տարբեր բաներ էին թողել, այդ բոլոր մարդկանց ինչն էր միավորել։ Եվ նույն գաղափարը, չէ՞, որը հայրենասիրությունն է։ Ինչն են գրավում խելագարված ամբողջները։ գրավում են կայարանը, այնուհետև պետք է գրավեին քաղաքը։ Մենք կասկածում ենք, թե գիտենք, որ հաստատ կգրավեն քաղաքը։ Դա ինչից է երևում։ Ինչպես էին կռվում այդ ամբողջները։ Տխուր, վախեցած, սպանում էին, որ իրենք չմեռնեն։ Ինչպես էին կռվում։ Մեկը երգեց, հետո մյուսները սկսեցին երգել, երգը տարածվեց եւ երգելով կռվում էին, չէ՞, ամբողջները խելագարված։ Դեպի ուր են գնում ամենավերջում, ինչ է ասում, դեպի ուր են գնում։ Ով գիտի, ես կարծում եմ, որ բոլորը պիտի միասին ասել մի բառ է ասել, դեպի ուր են գնում։ Դեպի արևն էին գնում, չէ՞, ամբողջները խելագարված, Ինչու դեպի արևը։ Արևը ինչի խորհրդանիշն է։ Մորտյանքի, այո, ազատության, բոլոր պատասխաններն են ճիշտ են։ Այսինքն լավ տեղ էին գնում, թե վատ, դեպի լավը, թե դեպի լավը, դեպի պայծառապագան, դեպի իրենց երազանքները։ Էլ գիտեք ստեղծագործություն, որտեղ հերոսը գնում է դեպի արևը եւ արևը ելնում նույն խորհրդանիշն ունի, խորհուրդն գնում են դեպի արևը, սակայն տարբերությունը այն է, որ ամբողջները խելագարված պոեմում բոլորը գնում են միասնական, իսկ
Աբուլալա Մահարիում մտածում է, որ միայնակ կարող է այդ ամեն ինչը անել ու միայնակության գաղափարական։ Ինքը մենակ գնաց, ճիշտ է ապրեսոթը, իսկ ամբողջները բոլորով միասին գնացին։ Ինչ է կարծում, ինչպես է ճիշտ պայքարելը, ինչ որ արդյունքի հասնելը, միայնակ թե բոլորով միասին։ Բոլորով միասին։ Բոլորով միասին ավելի ճիշտ է։ Լավ, դե հիմա այսպես, մենք երկու պոեմները ուսումնասիրել ենք մի քանի դասի ընթացքում, այսօր ամփոփեցինք։ Հիմա ամեն մեկը ասում եք ձեր կարծիքը, ինչ սովորեցիք, ինչ հասկացաք, ինչ հավելացաք, ինչ որ մի նախադասությամբ այս ամբողջի վերաբերյալ ձեր կարծիքը ասում եք։ Ինչը ձեզ դուր եկավ, ինչն է վատ, ինչը լավ, ինչ որ գիտեք, ինչը որ ձեզ տպավորել է, հասմիկից սկսած ամեն մեկը մի նախադասությամբ ներկայացնում եք։ Ուզում եք դանթերական առասպելը, ուզում եք ամբողջները խելագարվածը, Իմ կարծիքով ամբողջները խելագարված պոեմից պետք է վերցնել այն գաղափարը, որ միասնականությունը եւ հայրենասիրությունը կարևորագույն գրավականն է այդ երկրում ապրելու համար։ Պետք է լինել միասնական ու շարժվել առաջ առանց հետև նայելու։ Դանթեականում գաղափարը ավելի շատ պայքարն ու փրկության ձգտումն էր, իսկ ամբողջները խելագարվածում ավելի շատ շեշտը դրվում էր անօգնականության վրա։ Իսկ արևենչի խորհրդանիշներ ով կարող է ասել մի անգամ այդպես։ Նոր կյանքի։ Կանգնել են լուր իրար կքած փայտեր երկու ու մեջտեղում դողում է մեղք ու երերուն մի գորշ պարան ինչպես տխուր այս օրերում ամբոց մորմոքը Նահիրյանի որ փոքու թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան և թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի իմ բոլբ երկիչ լուսատսակ քո ապագան թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի նոքատեսնեն պայծառ օրերը ապագա թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի ոչ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա Ստեղծեք մահվան տեսիլը դրա մեջ ունի։ Ասում եք Չարենցը որ քաղաքում է ծնվել։ Որտեղ եք այս քաղաքը։ Ինչը բանկերով է սկսվում։ Հիշում եք, հիշեցիք, որպես լքված, թավջութակի ձգված մի լար, դողում է սիրտս կարոտով միահարթու։ Իր սիրտը դողում է կարոտից, չի կարոտից, հայրենասեր մարդու կարոտից, հա, որ մեզ պետք էին կրվողներ, մեզ պետք է մեր ժողովուրդը հավաքված լիներ միասնական ուժեղ, բայց Չարենցը դա չէր տեսնում։ Սա սիմվոլիկ նշանակություն ունի, ուրեմն հրապարակի կենտրոնում կանգնած էր այդ տաղավանը, այսինքն պետք էին մարդիկ, ովքեր կարողանային այդ ծանրությունը վերցնել իրենց վրա, ովքեր կարողանային լինել այնքան հայրենասեր, որ կարողանային փրկել բոլորին, հա, եւ Չարենցը ինչ է ասում։ Տեսեք, եթե վատ բան է լինում, մենք անպայման մեղադրում ենք ուրիշներին, չէ՞։ Հիմա ով է մեղավոր, եթե մեր հայրենիքը կորուստներ ունենում, մեղավոր ով է։ Բոլորի անունը կարող է տալ, բայց մեզ չնշել, չէ՞։ Իսկ Չարենցը այսպես է մտածում, ասում է, ով դարձրեց մի անկրակիրիկ նաժան ու պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու, հետո ավելացնում է, ինքը իրեն է մեղադրում, որովհետև գիտի, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է իր ժողովրդի համար ինչ-որ բան ունի, դրա համար ասում է, գուցե ես եմ, որ սրտով իմ լուսնահար ոչ մի կրակ հեռուներից ձեզ չբերի, և այսինքն գուցե ինքն է մեղավոր, գուցե իր պատճառով է այս ամբողջը, հա, և ինքը պատրաստ է ասում է երթամ հիմա ու կարոտով անմխիթար, դառնամ վերջին զոհը, ասում է, թող իմ կախվածի աչքերի մեջ, հա, թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի, նրանք տեսնեն իմ որբ երկիր, լուսապսակ քո ապագան, այսինքն ինքը պատրաստ է լինել վերջին զոհը, միայն թե ուրիշ զոհեր հայրենիքում չլինեն, հասկացա՞մ, ուրեմն Չարենցի գաղափարը ո՞րն է այս ստեղծագործության մեջ, ով է մեղավոր հայրենիքի բախտի համար,
ըստ Չարենցի ինքը ինչ է Իրեն է ասում։ Նա ինքը իրեն է մեղադրում, մենք էլ մեղադրենք Չարենցին, հա, ասենք այո, Չարենցն ամեն ինչի մեղավոր է, հա։ Ոչ, ամեն մեկը իր տեղում պետք է լինի, իր տեղում ինքը իրեն մեղադրի, հայրենիքը կորցնելու։ Ամեն մեկը իր տեղում պետք է իր հայրենիքի ճիշտ մոտեցում ցուցաբերի, հասկանում եք։ Հայրենիքը այն է, ինչը կորցնելուց հետո մենք էլ ոչինչ չենք ունենա կորցնելու, հասկացա՞ք։ Եվ դրա համար մենք ասում ենք հայրենիքը շատ կարևոր է։ Մենք կարող ենք մեր տեղում, ասենք, դուք որպես աշակերտ կարող եք հայրենիքին օգտակար լինել։ Հա՞։ Ահա, ինչով կարող եք դուք օգտակար լինել հայրենիքին։ Այս պահին մեկը ձեզ ասում է գնացեք կանգնեք սահմաններում, որ հայրենիքին օգտակար լինի։ Դա միայն Չարենցն էր, չէ՞, որ դեռ իր տարիքի չէր, բայց ինքը գնաց հայրենիքին օգտակար լինելու համար։ Ահա, իսկ ձեզանից ինչ է պահանջվում, որպես հայրենասեր, հա, որպես հայրենասեր մարդ ձեզանից ինչ է պահանջվում։ Ահա, չսովորենք մեր հայրենիքի պատմությունը, լավ չսովորենք, յուրաքանչյուր մարդուց պահանջվում է լինել պարտաճանաչ մարդ, պահանջվում է կատարել իր պարտավորությունները, հա, որպեսզի եթե տեսեք մեր հայրենիքում բոլորը իրենց գործը ճիշտ կատարեն, արդեն մենք որևէ խնդիր չենք ունենա։ Եվ դա սկսվում է դպրոցից։ Հասկանում եք, մենք որ նայում ենք մեր շուրջը ինչպիսի մարդիկ են, հա, ինչպիսի ընկերներ ունենք, ինչպիսի աշակերտներ ունենք, մենք ինչ կարծիք կարող ենք կազմել, մեր ապագան լավ ձեռքերում է, թե չէ։ Ինչի է մեզ Չարենցը տրամադրում, ուզում է մենք էլ գնանք լինենք մեր հայրենիքի վերջին զոհը, հա, մենք էլ զոհ լինենք, թե հակառակը։ Ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, ուրիշ ոտքեր կաղաղանին թողնող չգան, եւ դուք տեսնել իմ աչքերի մեջ կախվածի իմ բորբ երկիր լուսապսակ քո ապագան, չէ։ Այսինքն ինքը ինչ է ասում, բոլոր գնան մեռնեն հանուն հայրենիքի, հա։ Ոչ, ինքն է ուզում այո լինել վերջին զոհը, չէ, ուզում է մեռնել միայն թե իրենից հետո իր հայրենիքը լավ ապրի եւ իր հայրենիքում այլևս զոհեր չլինեն, հասկացա՞ք։ Հիմա մահվան բանաստեղծության հիմնական գլխավոր գաղափարը ո՞րն է։ Որ իրականությունից առաջինը տեսնենք մեր մեղք հայրենիքի դժբախտության մեջ, հետո ուրիշների մեղքը փոխենք։ Ահա, շատ լավ։ Պետք է իրականությունից ինչ-որ չափով օգտակար բանանենք հայրենիքի համար։ Հա, յուրաքանչյուրս այո ինչ-որ չափով պետք է օգտակար լինենք հայրենիքի